այն գործընթացը, որը եւս մեկ անգամ հաստատենք, Իրանից ներկայացնում է շինց ու աբսուրդ, բայց մի նորության մասին է ուզում ձեզ ասեի, ուրեմն, որ հասկանաք, ինչ աբսուրդ ու հիմար իրավիճակ է, ուրեմն Հայաստանի Հանրապետությունը Միացյալ Նահանգների հետ բանակցություններ է սկսել, որ Հայաստանին ճանաչեն, այս իշխանություններն են սկսել, ազատ շուկայական տնտեսություն ունեցող պետություն, ինչ է դա նշանակում, որ Հայաստանում չկա բիզնեսի հանդեպ պետության կողմից ոչ մի միջամտում ու իբր Հայաստանում ամեն ինչ անեն շուկայական հարաբերությունների ներքո է։ Լուրջ, գիտեք, իրականում ես հասկանում եմ, որ այս բոլոր պրոցեսները, որին մենք ականատես ենք, իրենք անցել են արդեն լրիվ բանականության, խանգարում եմ ըստ երևույթին, բանականության և բոլոր նորմերը, բայց շատ հետաքրքիր է ինչպես կարձագանքեն նույն ամերիկացիները կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների պատկան մարմինները, եթե իսկ իրանք գիտեն, վստահաբար գիտեն, որ Հայաստանում օրինակ յուրաքանչյուր մարդ, ով ունի այլ կարծիք այս իշխանության գործողությունների պահով, վտանգի առջև է զրկվել բիզնեսից, զրկվել իր սեփականությունից։ Այ շատ հետաքրքիր է, էլի ինչ ռեակցիա կտան, ինչ պետք է խոսան։ Ինչ վերաբերում է մնացած գործընթացներին, ապա եւս մեկ անգամ հաստատենք, ստեղ խնդիրը ոչ միայն եւ ոչ այդքան անմիջապես բիզնես ակտիվներն են կամ գործունեությունն է Գագիկ Ծառուկյանի, ստեղ խնդիրը ավելի խորքային է։ Ըստ էության ունենք իրավիճակ, որ տապալվում է Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, տնտեսական ողնաշարը այսպես դրել են մի հանքի ջարդում են։ Իհարկե, ոչ ոք չկասկածի, որ այս գործընթացները իրենք թե ներքին, թե արտաքին արբիտրաժային դատարանների կողմից խոսքը գնում է Գագիկ Ծառուկյանի հանդեպ կատարված հանցավոր գործողությունների մասին, որի արդյունքում փորձում են զրկել բիզնեսներից, իրենք իրենց պատասխանը կստանան, խոսքը գնում է միջազգային արբիտրաժային դատարանների կողմից։ Իրանք ինչ-որ պետք է ճիշտ ձևով կարձանագրեն, այստեղ անգամ կասկած չկա։ Բայց կա մեծ կասկած, իսկ այսքանից հետո ինչքան մարդ կմնա Հայաստանի Հանրապետությունում։ Ինչքան մարդ կփորձի օրինակ ներդրումներ անել Հայաստանում։ Ինչքան մարդ փորձի իր ապագան կապել Հայաստանի հետ։ Ասեմ ավելի, որոշ տվյալներով բազմաթիվ մարդիկ, գյուղատնտեսական ոլորտում աշխատող, բազմաթիվ մարդիկ, ովքեր աշխատում են Գագիկ Ծառուկյանի մոտ, այսօր ունեն մեկ խնդիր, հացի խնդիր։ Եվ այդ խնդիրը առաջացրել է իշխանությունը։ Էլ ոչ ոք, ու թող հիմա հեքիաթներ չպատմեն, որ դե տենց օբյեկտիվ է տնտեսությունը, բան, հազար մի բան կլինի, չի լինի, դրած մի հանքի, որ ասված, գետնով տալիս են մարդու ամենայն, սկսած մարդու իրավունքներից, վերջացրած մարդու ընդհանրապես ապրելու իրավունքից։ Հետևաբար, բոլոր գործընթացները, որոնք մենք տեսնում ենք, իրենք վերաբերվում են Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու։ Եվ այս պարագայում եւս մեկ անգամ ազատություն! 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 Ազատություն Գագիկ Ծառուկյանին